Դառնանք, բարբար ենք, նուզով կմենք նավ մշամելիքին, թագավորին, դառնանք, բարբար ենք, նուզով ապածնով օհանին, իշխանին ենք, դառնանք, բարբար ենք, նուզով ապա այլ իշխաններին, բոլոր այն մեր, որ բերին մեզ մահ ու մուժ ու նեռ։ Հարկ հարաբանենք, ապա մենք մեր, առիթ մհերին դյութազուն ընջանք, Դավիթին հրաբորդին դյութազ, մհերին հրաբորդին անք, ողջ ժողովրդին ապա սասմա, որ լուրջ լեռներում մի օր բազմած հորինեց պայծառ զրույցը այս և անցավ անհետ Սկսենք ապա հանգով ճարտար, սասնցի դավթի զրույցն արդար, որ մնալու է հավիտյան հայր զրույցն իմաստուն և ոսկեբար։ Մհերը զարմով արևազուն 40 տարի իշխեց սասուն, իբրև արդ-արդար և դյուցազուն, նա պատերազմներ մղեց բազում, թշնամիների հանդեպ հզոր, որ խուժում էին ամբաբուժով, իրելու բարձրիկ երկրին սասուն, բայց մարտերում այդ հզորազոր հաղթում են ամիշ դիրսրով սուր։ Որպես այդ ռազմիկ ու դյուցազուն, նա հուրձի ուներ կայծակե սուր, բայց ուշ նրա, որ չէր կասուն, ժողովուրդն էր իր բազմաբազում, և անպարտ էր նա իր սրով սուր, և ժողովրդով հրամիկ ու սուր։ Սասուն ապրում էր ռամիկ մի ժողովուրդ, չուներ իշխաններ նա դեռ հմուտ, իշխաններ դժնիր ու չար ու մութ, և ապրում էր իր լեռներում լուրջ, վաստակով իր պարզ քրտինքով սուր, առյուծ մհերին դյութազին մեր, նա ինքն էր իրեն իշխան կարգել, և ապրում էր իր լեռներում դեռ, նա կյանքով ազատ ու անարգել։ Ռամիկ կյանքի անկո պատկերերում հեռու ու հին ու ծեր, երբ մարդկության ապրում էր դեռ, վաստակով արդար ու սուրբ ու վեհ։ Ով աղնջական արշալույսներ, մանուկ մարդկության օրեր լուսե, երբ լուրջ լեռներում դեռ չէր բուսել, դժնի բռնության ընջուկը սև, երբ իշխում էին աշխարհում դեռ ռազմիկ ու արդար դյութազուններ։ Սկսվեց։ Սկսես թե ոնց։ Միացել ես։ Հա։